Ասում են Կիրակին որպես հանգստյան օր, աշխույժ շաբաթ օրվա հիվանդ թվերն է, միաժամանակ պարտադրված ժամանցի վերջին ակորդ այն մարդկանց համար, ովքեր սիրում են ակտիվ հանգիստը։ Բարի կիրակնորյա երեկո, եթերում կիրակնորյա ժամն է նախ թողարկման համառոտ բովանդակության մասին։ Նոր զարգացումներ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ադրբեջանական սահմանային սադրանքները կարող են կասկածի տակ դնել նախագահների հնարավոր հանդիպումը և խոչընդոտել բանակցությունները։ Ինչ էր խոսել և ինչու էր զարմացել Դիդիե Բուրքհալտերը Հայաստան այցի ընթացքում։ Ադրբեջանական հատուկ ջոկատայինների դեմ 18-ամյա հայ պատանիների մղած մարտի մանրամասները, հերոսացման սահմանագծից այս կողմ կամ ապաքինվող զինվորների անկեղծացումը։ Խորհրդային տարիներին խնայ բանկերում կուտակված հոգապահուսների անորոշ ճակատագիրը, ավանդների փոխհատուցման գործընթացի իրական վիճակը կամ 90-ամյա տատիկի լավատեսության գաղտնիքը։ Վերստին սննդային մարտահրավերների մասին, լիազոր մարմնի և կաթնամթերք արտադրող հսկայի հակամարտության պատճառը կամ զգուշացեք անորակ կաթնամթերքից։ Հարավկովկասյան երկաթուղու հայաստանյան խնդիրները, երկաթգծի մաշվածությունն ու արձակուրդային սպասվող ուղևորահոսքը, 50-ամյա շարժակազմերի շահագործման վտանգներն ու պատասխանատուների լավատեսական հավաստիացումները։ Երջանկության փողոցի բնակիչների փիլիսոփայական պատմությունները, հարազատության ու եղբայրության փողոցների հակամարտությունն ու հանդուրժողականության փողոցի բնակիչների խորհուրդ հորդորները։ Հին երևանցիների սիրած ըմպելիքի երկրորդ ճնչառությունը կամ երևանյան կարոտախտը հաջողակ բիզնեսի գրավական։ Մեր հայատյաց հարևանի զինուժի վերջին ակտիվացումները հայկական երկու պետությունների հետ շփման գծում կարող են էապես ազդել Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վրա։ Ցավոք երկու դեպքում էլ ունեցանք զոհեր։ Իհարկե, ոսոխը նույնպես անպատիժ չմնաց։ Ադրբեջանցի հատուկ ջոկատայինները կրակագծից մի կերպ քարշ տվեցին իրենց սպանվածներին ու վիրավորներին, բայց միևնույն է, թշնամու կրած կորուստներն անգամ սփոփանք լինել չեն կարող խաղաղ պայմաններում զոհված թեկուզ մեկ հայ զինվորի կյանքի դիմաց։ Պաշտոնական Երևանի արձագանքը համարժեք էր թե ռազմական և թե դիվանագիտական առումով, իսկ մինչ այդ ԵԱՀԿ գործող նախագահը խոսում էր Սարգսյան-Ալիև հանդիպումից ակնկալվող հնարավոր դրական արդյունքներից։ Կարծում եմ Միսկի խմբի համանախագահները պետք է վերանայեն իրենց մոտեցումները, թեմայի մանրամասները Արկադի Գրիգորյանի տեսանյութում։ Չեզոք, անկողմնակալ ու ազնիվ, աշխարհում անաչառ միջնորդի համարում ունեցող Շվեյցարիան այս տարի ԵԱՀԿ նախագահող երկիրն է։ Դիդիե Բուրքհալտերը Հայաստանում էր առաջին հերթին որպես ԵԱՀԿ գործող նախագահ։ Երևանում Բուրքհալտերին ընդունում են կարգավիճակին հարիր։ Նախագահական նստավայրում հաշվի են առել արարողակարգային բոլոր մանրուքները։ Ինչպես երևաց Շվեյցարիայի նախագահի արձագանքից, դրանք ամենևին էլ մանրուք չէին։ ԵԱՀԿ գործող նախագահը շնորհակալություն հայտնեց երկու Շվեյցարիայի ու ԵԱՀԿ դրոշները պատրաստելու համար։ Դա մեզ հիշեցնում է, որ ունենք երկու պատասխանատվություն, ասաց Բուրքհալտերը։ Հաճելի զարմանքը պատահական չէր։ Տարածաշրջանային այցը նա սկսել էր Բաքվից։ Ալիևի նստավայրում միայն Շվեյցարիայի ու Ադրբեջանի դրոշներն են եղել։ Բաքվում ըստ երևույթին լիովին չէին ըմբռնել հյուրի կարգավիճակը։ Շաբաթվա ընթացքում երևաց, որ հարևանները էլի մի քանի պարզ ճշմարտություն չեն կարողանում ըմբռնել։ Ամեն ինչի մասին ըստ ժամանակագրության։ ԵԱՀԿ նախագահող երկիրը կրեդոյին հավատարիմ անկողմնակալ է նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ Հայաստանի ցանկությունն է օր առաջ գտնել հանգուցալուծումը։ Դիրքորոշումները համահունչ են։ Մենք համակարծիք ենք, որ ռազմական ուղիով խնդիրը չի կարող լուծվել, այլ միայն ավելի է բարդացնելու այս հարցը։ Ուժի կիրառման սպառնալիքները եւ զինադադարի պարբերական խախտումները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին։ The status quo is not really an option. Ստատուս քվոն լավագույն տարբերակը չէ, պետք է փորձենք քայլ առ քայլ շարժվել դեպի խաղաղություն։ Մենք փորձելու ենք ամրապնդել զինադադարի ռեժիմը, խրախուսել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Շատ կարևոր է երկխոսությունը նախագահների մակարդակով։ Մենք աջակցում ենք Ֆրանսուଆ Օլանդի կողմից արված հրավերը։ Նախագահների հանդիպումը պիտի նոր փուլի սկիզբ հանդիսանա, որը կբերի կառուցողական բանակցությունների եւ հաշտության հիմք կծառայի։ Վստահության ամրապնդման մեխանիզմներ ասելիս Երևանում առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքն են հասկանում, ընդգծեց նախագահ Սարգսյանը։ Ի վերջո, այս պայքարն ինքնորոշման
հիմնարար իրավունքի համար մղվող ազգային ազատագրական պայքար է եւ չի կարող լինել լուծում, եթե լիարժեքորեն հաշվի չառնվի այս իրականությունը։ Մեր խորին համոզմունքն է, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը։ Ամբողջ աշխարհում խաղաղությանը նպաստելը արժեք է, նպատակ եւ շահ, որն ամրագրված է Շվեյցարիայի սահմանադրության մեջ, ընդգծեց Բուրքհալտերը։ Այս մասին, ինչպես նաեւ վստահության մթնոլորտի, շփման գծում միջադեպերը հետաքննող մեխանիզմի, զինադադարի պահպանման կարեւորության մասին ԵԱՀԿ գործող նախագահը նաեւ Բաքվում էր ասել, սակայն Ադրբեջանում չհասկացան, ավելի ճիշտ չուզեցին հասկանալ միջնորդների ու միջազգային հանրության ուղերձները, որ հնչեցնում էր Բուրքհալտերը։ Շվեյցարիայի նախագահի ինքնաթիռը դեռ չէր հասցրել հատել տարածաշրջանի օդային սահմանը, երբ Ալիևը հունիսի 2-ի կեղծ եվրաժպիտը փոխարինեց ավելի հոգեհարազատ մարդասպանի կերպարով։ Հերթական անգամ Բաքուն ցույց տվեց, թե ինչու է մերժում դիպուկահարների շփման գծից հետ քաշելու առաջարկը։ Դավադիր գնդակներից 2 հայ զինծառայող զոհվեց։ Յուրաքանչյուր անգամ, երբ միջնորդները միջազգային հանրությունը ջանքեր են գործադրում, որպեսզի առաջընթաց մտցնեն բանակցային գործընթացում, Ադրբեջանը դիմում է սադրանքների։ Դա արդեն ավանդական է, նոր չէ։ Կիրակնորյա ժամին բացառիկ հարցազրույցում փոխարտգործնախարարը հաստատում է, որ Ֆրանսուଆ Օլանդը հրավիրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հանդիպելու Փարիզում։ Ադրբեջանն ըստ էության խափանում է հանդիպման հնարավորությունը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է իր ավանդական գործելավոճը սադրանքներով կանխել հնարավոր այդպիսի հանդիպումը, որտեղ իրենք ասելու ոչինչ չունեն։ Բոլոր Ադրբեջանի քայլերը, հայտարարությունները հստակ հակասում են թե մադրիդյան սկզբունքներին եւ դրանց գաղտնազերծված մասին, թե այն կոչերին, որը անում են միջնորդները։ Այս իմաստով Շավարժ Քոչյանը պատահական չի համարում, որ Դիդիե Բուրքհալտերը կարևորել էր հենց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Իսկ որ այդ միջադեպերի կազմակերպիչը Ադրբեջանն է, արդեն ոչ մեկի համար կասկած չկա։ Իհարկե, պաշտպանության նախարարությունը համապատասխան արձագանքելու է, պատասխանը լինելու է, բայց ինչ վերաբերում է դիվանագիտական դաշտին, ապա այստեղ իմ գնահատականով արդեն վաղուց հասունանում է այն իրավիճակը, հասունացած այն իրավիճակը, երբ միջնորդները եւ միջազգային հանրությունը պետք է վերանայեն իրենց մոտեցումները, որովհետեւ ոչ հասցեագրված հայտարարությունները արդեն Ադրբեջանը ընկալում է որպես խրախուսանք իր այդպիսի սադրիչ գործողությունների եւ քայլերի։ Թե ինչպիսի գործելավոճ է պահանջում պաշտոնական Երևանն իր դիվանագետներից, ոչ միայն Ղարաբաղյան, այլև համազգային նշանակության այլ հարցերն առաջ տանելիս, անցնող շաբաթ մեկ անգամ եւս ձևակերպեց պետության ղեկավարը։ Դիվանագետը պետք է կարողանա ճիշտ ուսումնասիրել, վերլուծել եւ գնահատել իրավիճակը, տալ զարգացման կանխատեսումներ եւ առաջարկել ազգային շահերից բխող լուծումներ։ Մենք հաճախ ենք նշում, որ մեր կարևորագույն ներուժը մարդկային կապիտալն է։ Ուստի սպասողական դիրքորոշում որդեգրած, դեպքերին լոկ արձագանքող, գործից խուսափող դիվանագետը անթույլատրելի ճոխություն է մեզ նման պետության համար։ Ձեզնից ակնկալում ենք ակտիվ ներգրավում այն բոլոր տեղերում, որտեղ ուղղակիորեն կամ միջնորդավորված շոշափվում են Հայաստանի եւ հայության շահերը։ 20-ամյա զինադադարից հետո ստեղծված իրավիճակում բանակցային գործընթացում նախագահը ընդգծեց հատկապես դիվանագիտության դերը եւ կարեւորեց հանդիպմանը ներկա դիվանագետներից յուրաքանչյուրի ամենօրյա հետեւողական աշխատանքը։ Արկադի Գրիգորյան, Արման Ղարիբյան, ժամը լրատվական։ Հակառակորդի ակտիվացումը մեկ շաբաթվա տարբերությամբ 3 հայորդու կյանք խլեց։ Արդեն նշեցինք, որ մեզ համար անդառնալի է յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը։ Ցավակցում եմ հերոսների ծնողներին ու հարազատներին, միաժամանակ հպարտանում լսելով անհավասար մարտի մանրամասները։ Ավելին, էլ չենք էլ զարմանում, որ դեռ պատանի հայորդիները կարողանում են հակահարված տալ ու փախուստի մատնել թվով կրկնակի անգամ գերազանցող, տարատեսակ ռազմական ակադեմիաներում կրթված, մինչև ատամները զինված ադրբեջանցի հատուկ ջոկատայիններին։ Ժամը լրատվականի նկարանող խումբը այցելել է հոսպիտալում ապաքինվող մեր տղաներին, ովքեր այդպես էլ չեն ցանկացել վերհիշել անհավասար մարտի մանրամասները։
Առաջարկում եմ դիտել հերոսացման սահմանագծից այս կողմ ապրող մեր տղաների մասին պատմող տեսանյութը։ Արցախի հարավային սահմանին մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը մոտ 20 հոգանոց դիվերսիոն խումբը հարձակվել է շարքային 9 սահմանապահների վրա։ Կացարանից դուրս եկանք ես եւ դիրքի ավագը, եկանք առուք հերթափոխի մոտ, ճշտեցինք իրավիճակը, տարածքը ուսումնասիրինք, որից հետ վերադարձանք կացարան։ Առաջին կրակոցը եղել է նռնականետից, Սերգեյ Մուրադյանը միայն կարմիր լույսն է հիշում, բայց հետո հավաքել է ուժերն ու զենքը ամուր սեղմել ձեռքերում։ Այդ ժամանակ ես սկսեցի կրակել, դեպի իրանց ուղղությամբ, իրանք մի քանի կողմից էին սկսում կրակել։ Տագնապ, անցում շրջանաձև պաշտպանության, հակառակորդի, այս դեպքում մինչև ատամները զինված ու հատուկ պատրաստություն անցած դիվերսանտները օղակի մեջ են վերցրել մեր տղաներին, բայց նրանք խուճապի չեն մատնվել։ Կրակել ենք եւ հակառակորդը նահանջել է հետ, ունենալով կենտանի կորուստներ։ Հրամանատարական կազմը օգնության շտապելիս հայտնվել է հակառակորդի թիրախում։ Մեր սպաների ուղղությամբ կրակել են միաժամանակ տարբեր տրամաչափի զենքերից։ Հատուկ պատրաստված դիվերսիոն խումբը դրսևորել է ողջ ներուժը, բայց ընդամենը թեթև վնասվածք է ստացել գումարտակի հրամանատարի տեղակալը։ Հակառակորդը մուխատիպի նռնակաձիգով խփել է ավտոմեքենայից, այդ բային ես մեքենայից ընկել եմ եւ հայտնվել եմ խոտերի մեջ։ Կրակահերթերը դադարելուց հետո բարձրացե կանգնել եմ եւ ձեն եմ տվել վարորդիս եւ տեղակալին։ Տեսնելով տեղակալին, որ նա վիրավորված է, սանիտար մեքենային, նստացել եմ սանիտար մեքենայի մեջ եւ շարժվել եմ դեպի դիրքի ուղղությամբ։ Անկամ վիրավորվելուց հետո ինքնապաշտպանությունը չի դադարել։ Մեր սպաները ամեն գնով փորձել են վարկյան առաջ օգնության հասնել։ Հերոսական քայլն արդեն արված էր։ 19-ամյա զինվորի ձեռքը չի դողացել, ամուր կանգնել է իր հողի վրա եւ պաշտպանել տունն ու հայրենիքը։ Աշխարհում շատ քիչ դեպքեր կան, երբ շարքային ժամկետային զինծառայողը 18-19 տարեկան, 20 տարեկան զինծառայողը ոչ թե մեկ անգամ, այլ պարբերաբար էլիտար ստորաբաժանումների մարտական խնդիրները բառից բուն իմաստով խափանում է։ Սա մեկ անգամ չի, սա 5 անգամ չի, սա գրեթե 20 տարի անընդմեջ է։ Եվ ինչ եք կարծում, ինչպիսի գնահատականների են արժանի են հերոս տղեկը, 18-19 տարեկան տղաները, որոնք ուղղակի խոնարհ գլուխները կախ, իրանք իրենց խնդիրը լուծում են եւ բոլորովին չեն էլ սիրում դրա մասին խոսել։ Հիվանդասենյակում հենց խոսել չսիրող տղաներն են, համեստորեն ասում են, ինչ են կարել, որ շատերը նույնը կանեին։ Տղաները միայն ապակինվելու մասին են մտածում, կիսատ գործեր ունեն։ Դե լրիվ ապակինվենք, շատ բաներ կանելու կորոշենք։ Կոնկրետ ասենք, որ մտադիր եմ մի բան անելու, դες բան ես իմեն կոնկրետ ասենք նրա վրա որ ապակինվեմ։ Արայիկը այլ պալատում է, վերքերը տարբեր աստիճանի են, ծառայեկից մյուս ընկերն էլ վերակենդանացման բաժանմունքում է, նա էլ դեպքի մասին չի ուզում խոսել, վիրավորվում է, երբ հարցնում եմ այդ պահին փախչելու ցանկության մասին։ Չի փախնում։ Բանկերից։ Ու փախնում կա։ Անուն ինձ է անում, այդ ընկերներից կյանքի մասին էի մտածում։ Որ ոչ մեկի մատը ոչ մի բան չմտնի։ Ոչ մի ծնողի աշխատած չմնա։ Այդ է մտածում։ Հերթական դիվերսիան եւս կանխեցին մեր հերոս տղաները, միակ կորուստը սակայն անդառնալի է, միջադեպի զոհ դարձավ եֆրեյտոր Էրիկ Գալստյանը։ Լավ զինվոր ա եղել։ Ու եթե ինքը այդ վիրավորանքը չստանար, ինքը մեր հետ կարանար իրան շկպներ առաջի կրակոցից իրան չկպներ, ինքը մեր հետ կելներ, մարտը կվարեր մեր հետ։ Շատ ցավում ենք նրա համար, բայց չեն կարող ոչ մի բան փոխել։ Դեպքից մոտ մեկ շաբաթ անց այս անգամ Նախիջևանի հետ սահմանին դիպուկահարի կրակոցից զոհվել է երկու պայմանագրային 26-ամյա Անդրանիկ Եղոյանը եւ 22-ամյա Բորիս Գասպարյանը։ Սեյրան Օհանյանը օրերս հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպերշիկին ու հորդորել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու քայլեր ձեռնարկել։ Մեր դիրքապահների մայիսի 28-ի կատարած գործը իրոք հերոսություն է, որովհետեւ դիրքում եղել են 7 հոգի եւ
բոլորը հերոսաբար մարտնչել են, մեկը զոհվել է, մնացածը բոլորը վիրավորվել են եւ դիրքը չեն թողել։ Ասել է թե այսօր ինժեներական արգելափակոցների եւ նաեւ մեր հայ զինվորի, այսպես անznուրած գործողությունների այսպես ձուլվածքը հնարավորություն է տալիս, որպեսզի մենք իրավիճակը վերահսկենք եւ նաև կարողանանք այսպես թե զսպման, թե կանխարգելման եւ նաև թե անհրաժեշտության դեպքում պատժիչ միջոցառումներ իրականացնենք։ Մեր բանակը զինվում է եւ օր-օրի հզորանում, նաեւ հայրենիքին նվիրված զինվորներով, որոնք մեր բանակի ամենամարտունակ ու ամենահզոր զենքն են։ Սպարտակ Գրիշյան, Արման Ղարիբյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։ Իսկ այժմ այլ թեմաների մասին։ Մեր հաջորդ անդրադարձը կրկին արձակուրդային շրջանի հոգսերին է վերաբերում։ Մի քանի օրից Երևանից Ծովափնյա Բաթում կմեկնի այս տարվա առաջին գնացքը։ Շատերն են գերադասում Ծովափնյա հանգստի մեկնել գնացքով։ Իսկ ինչպիսին է վիճակը երկաթուղում։ Առաջարկվող ծառայությունները արդյոք համադրելի են վճարվող գնին։ Անվտանգ են արդյոք երկաթուղագծերը։ Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններն է փորձել ստանալ Աննա Բալյանը։ Հավելեմ միայն, որ Ռուսաստանում անցած շաբաթ շահագործման հանձնվեց վերջին սերնդի Siemens ֆիրմայի հետ համատեղ արտադրված գերժամանակակից երկաթուղային շարժակազմը։ Իսկ Հայաստանում ուղևորափոխադրումներ իրականացնող էլեկտրագնացքները 60-ից 70-ական թվականների արտադրության են։ Ուղղակի դրանք ժամանակ առ ժամանակ հենց տեղում մասնակիորեն ներկվում ու նորոգվում են։ Մինչդեռ ժամանակին հայկական երկաթուղին երրորդն էր ԽՍՀՄ-ում, իսկ երկաթուղայինի մասնագիտությունն էլ ամենապատվաբերներից մեկը։ Ղժղժան այս սարքը մի ժամանակ գնացքի անվտանգության երաշխավորն էր։ Մինչև այս ձայնը չլսեր, գնացքավարը չէր իմանա, որ գծով շարժվել։ Պետք է համաձայնություն կար։ Համաձայնությունը հետևել է։ Սրանով ուղարկում է հարևան կայարան ուղարկում է հնարավորություն, որ առանց սրան մեքենա վրա դուրս չգա դեպքից։ Ապահովում է անվտանգությունը 100%-ով։ Երևանի երկաթուղու թանգարանում 1899 թվականի հիշողություններ կան, երբ առաջին անգամ գնացքը Թիֆլիսից Ալեքսանդրապոլ մտավ, սայլապանների հայացքը սառավ։ Մի ցուրտ ձմեռ օր այդ ժողովուրդը այսպես հիացած էր, որ Հայաստան երկաթուղ հնարավոր չի։ Սա արդեն վերջին նվաճումն է, էլեկտրագնացքը։ Գերժամանակակից նվաճումը, սակայն, մեր երկաթուղում անցյալ դարի է, 1970 թվականի։ Եթե ներդրումներ չանենք, հələ 2 տարի մի կերպ, ասած յոլակը գնանք, հետո խնդիրներ կառաջանան։ Նայում են շուրջը, Լիտվայում երկհարկանի գնացքներ են գնել, Վրաստանում չինական ու իսպանական 7-8 միլիոն եվրոանոցներ։ Հայաստանում այդպիսի ներդրումներ չկան։ Հարավկովկասյան երկաթուղին լուծումը գտել է վերջին տարիների արտադրության հին մոդելի օգտագործած էլեկտրագնացքներ գնելու մտադրությամբ։ Նստարաններն մի քիչ մաքուլիներ, ավելի հարմար։ Եվ գնացքի մեջ նաև պետք է լիներ նորմալ հարմար էլի, ոչ թե երկար ճանապարհ ես գնում 3 ժամ։ Հաճելի լինի, որ հաճույք ստանանք։ Փափուկ լավ նստարաններ լինի։ Կար ժամանակ, որ գնացքի ուղեհսկիչը այս շեփորով ազդանշաններ էր ուղարկում եւ այս լապտերով կարգավորում գնացքների երթևեկը։ Այսօր այդ մասնագիտությունը չկա, բայց երկաթուղում ժամանակը շատ դանդաղ է անցնում։ Այստեղ առանձնապես շատ բան չի փոխվել։ 1902 թվականին Երևան կայարան այս շոքեքարշով մտան։ Ժամանակի հետ մոդելները փոխվեցին, ուղևորներն ու բեռներն ավելացան։ Երկաթուղային լինելը դարձավ շահավետ ու պատվաբեր։ Նախկինում 30 գնաց բեռնատար գնացել միայն ընդունում էր Երևան կայարանը։ Դա մոտավորապես 250-300 վագոն մեկ օրվա մեկ սուտկա ընթացքում 16 գնացք միայն ստանում ենք Ադրբեջանի կողմից, 12 գնացք ընդունում ենք Թիֆլիսի կողմից, 9 գնացք ընդունում ենք Իջևանի կողմից։ Հիմա մենք ուղարկում ենք միայն զույգ օրերը 4 վագոն Թբիլիսի եւ բեռնատար վագոններն էլ շատ քիչ քանակությամբ։ Սարդար Խաչատրյանի երակներում էլ երկաթուղայինի արյուն է։ Պապը, հայրը, ինքը, թորներն էլ են լինելու, ասում է։ Հին ու նորը համեմատում բեղի տակ ժպտում է։ Երկաթուղու վիճակը լավ է, մութ ու ցուրտ տարիների համեմատ։ Ռուսներնեկա մի քիչ կարգավորին, բայց կրճատումներ են շատանում, խոստովազները չարին։ Մենակ ազատում են, կայարաններ են փակում, գծի բանվոր են ազատում։ Բաթումի գնացքի վարդավառն է, լվանում են, որ մի քանի օրից հունիսի 15-ին այս տարի առաջին անգամ ճանապարհվի դեպի Վրաստանի հանգստավայրեր։ Շվեյցարական ֆրանկովա տոմսը։ Կուրսը եթե փոփոխվում է, գինը փոփոխվում է։ Երևի մի 100-200 դրամ
100 դրամ պլասկարտում իջել է, կուպեում 400 դրամ ավելացել է։ Ավելացել է պատիվն էլ հետը։ Բարձրակարգ կուպեներում նոր սպունգե ներքնակներ են բերելու, մարմելադ ու սուրճ։ Եթե չլինի, բողոքի գիրքը կա ու կա։ Սլակավար է, արդեն ջուրում աստանովկա։ Սա թույլ է տալիս գալու աշխատանքը, այսինքն դա շարժվի։ Կոմուտատոր, եթե մենք ուզում ենք ինչ-որ միտեղ զանգ տանք, ասում ենք Աղջիկ ջան, 1.70 խնդրում եմ կամ անմիջապես վերցնում եմ տալիս եք։ Այստեղ բաց վագոնները չափից ավելի բեռնելու հնարամտությունն է ու գծի լայնությունը չափելու սարքը։ Ցուցադրված է նաև ամենահին շոքեքարշը կուկուշկան։ Կուկուշկա, կուկու, փոքրիկ է, դերում է կուկու։ Հնորյա հուշի ժամանակակից վկայություն է նաև այս երկաթգիծը։ Գնացքի արագությունը 25 կմ/ժ-ից 100-ի է հասել։ Հին ողնաշարը ճռճռում է։ 25 տարի ՌԺԴ-ում մեծ ներդրումներ են արվել, այնտեղ հիմա այդքան մեծ ներդրումներ պետք չի կան մեր մոտ, որտեղ մեր հիմնականում առաջերտին ինֆրաստրուկտուրան է։ Եթե գիծը որակով չեղավ, ամենաաշխարհի լավ էլեկտրոգնացքը բերենք 6 ամիս հետո շարքից դուրս կգա։ Կտոր երկաթգծերը հիմնանորոգվում են։ Տնօրենն ասում է, գլխավոր ուղու 70%-ը փոխվել է։ Ուղևորներ փոխադրելը ձեռնտու բիզնես չէ, վնասով է աշխատում։ 3 կայարան մի հավաքար, 2 կայարան մի նաճալնիկ է, կայարաններն են փակը, փաստորեն պակասում է, չէ։ Էկոնոմի անում են, այդ փողին չանեմ, ու մեր աշխատավարձը չեն բարձրացնում։ Թոշակառուին ազատում են, տեղն զբաղեցնող չկա։ Երկաթուղայինն այժմ մոդայիկ մասնագիտություններից չէ։ Շաբաշտանում ենք երկաթուղով եւ երկաթուղայիններ ունեն իրենց ուրույն դիրքը, դեմքը։ Երկաթուղային ուղևորափոխադրումները այլ երկրներում էլ շահութաբեր չեն։ Մեզ մոտ վնասը տարեկան 3 միլիարդի է հասնում։ Պետությունը սուբսիդավորում է 30%-ը, մնացածը հարավկովկասյան երկաթուղին։ Դեպի Հրազդան գնացքները գրեթե դատարկ են, մինչդեռ դեպի Գյումրի ու Երասխավան վագոնները լիքն են։ Ուղևորների պահանջով մեկ շաբաթից նոր վագոն կավելացնեն։ 4 վագոնը կավելացնենք, քանի որ եւ ուղևորներն են շատացել եւ Արարատյան դաշտից բերվող բեռը։ Միջազգային գնացքների 27 վագոն 2 տարի առաջ հիմնանորոգվեց Վորոնեժում, մինչև 2021 թվականը կծառայի ու արդեն նորը գնելու անհրաժեշտություն կլինի։ Էլեկտրագնացքներին 2 տարվա կյանք է մնացել, բայց երկաթուղին իր ռոմանտիկներն ունի։ Ուղևորների հոսքն ավելացնելու համար մենեջմենտի նոր հնարք են մտածել։ Երբեմնի վագոն ռեստորանի նմանությամբ շուտով կգործի այս բար սրճարանը։ Աննա Բալյան, Հայարփի Միքայելյան, Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, ժամը լրատվական։ Ամառային թոհուբոհում հայաստանյան միջին վիճակագրական սպառողը պարբերաբար մոռանում է սննդային թունավորումների վտանգի մասին։ Միջին վիճակագրական արտադրողն էլ, լինի դա սնունդ արտադրող, մատակարարող թե ծառայություններ մատուցող, մտածում է միայն իր շահույթի բազմապատկման մասին։ Դրա ուղղակի արդյունքն այն է լինում, որ շատերի համար ակնկալվող հանգիստը վերածվում է անկողնային պարապուրդի։ Գերշահույթի մարմաժն էլ անթույլատրելի մեթոդների կիրառման համար սահմանված տույժուտ ու գանքի։ Թերևս դա է պատճառը, որ սպառողի մոտ այդպես էլ առկախ են մնում, ում հավատալ, ինչուն վստահ լինել, ինչպես պաշտպանվել անտեսանելի վտանգներից հավերժական թվացող հարցերը։ Ազնիվ Կարապետյանն է փորձել գտնել վերոնշյալ հարցերից մի քանիսի պատասխաններն ու ամառային վտանգներից խուսափելու գործ ու մեթոդները։ Կաթնամթերքի շուկայում արձանագրված այս ամառվա առաջին սկանդալը։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անցնող շաբաթ արգելանք դրեց Թամարա ընկերության 3 արտադրատեսակների եւ հասարակությանը քիչ հայտնի Ձյան Փաթիլներ կազմակերպության պաղպաղակների վրա։ Ծառայությունը հայտարարեց, որ ստուգման ժամանակ հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք։ Հենց վտանգավոր բառն էլ բարկացրեց Թամարա ընկերության տնօրենին։ Չի կարելի նման արտահայտություն անել։ Այն միկրոբը, որ հայտնաբերել են, դա աղիքային ցուպիկն է։ Դա բնության մեջ տարածված ցուպիկ է։ Աղիքային ցուպիկը մարդու օրգանիզմի համար վտանգավոր չէ, պնդում է Խաչատուր Պողոսյանը։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հակադարձում են, թույլատրելի չափաքանակը գերազանցում է։ Դա արդեն անթույլատրելի է։ Թամարան իր փորձաքննությունն է կատարել սեփական լաբորատորիայում, ասում է, պատասխանը դրական է եղել, շեղում չկա։ Ես վստահ եմ, որ իմ մոտ կատարված անալիզները իրոք տալիս են այն ցուցանիշը, ինչ որ իրականում կա։
Ծառայությունն իր աշխատանքը կատարել է ինչպես որ հարկն է օրենքի շրջանակում, պատասխանում է Ղուլյանը։ Նմուշառումից հետո պահեստային մի նմուշ էլ թողել են Թամարայում։ Եթե ընկերությունում արդյունքի հետ համաձայն չէին, պետք է լաբորատոր փորձաքննության ենթարկեին ծառայության կնքած նմուշը։ Թամարայում այդպես չեն վարվել։ Մենք չգիտենք դա ինչ նմուշ է, որ օրվա արտադրանք է։ Թամարա ընկերության կողմից գրություն ենք ստացել, սա էլ գրությունը, որ ասվում է, որ մենք նմուշառումը չենք կատարել կառավարության 598 որոշման համապատասխան։ Չեմ ուզում դրա մասին խոսել։ Ինչպես կարող է նույն տարայում պատրաստվող թթվասերը 200 գրամանոցում շեղում ունենալ, 400 գրամանոցում ոչ։ Ծառայության փորձաքննության արդյունքը ընկերությունում կասկածելի են համարում։ Մի տարողության մեջ է կատարում այդ ամբողջ մակարդման, մշակման process-ը, ասումնացման process-ը։ Կաթնամթերք արտադրող ընկերությունում վստահեցնում են, իրենց արտադրանքը վտանգավոր չէ։ Ասում են վերջին 1 շաբաթում 20-ից 30%-ով սպառման ծավալները նվազել են, միտում են տեսնում։ Կարող է միտումնավոր բան լինի։ Չգիտեմ։ Մեզ համար տնտեսվարողները բոլորը հավասար են, իսկ սննդամթերքի անվտանգության ծառայությունը երբեք չի ուզենա ինչ-որ մի տնտեսվարողի խանգարի իր արդյունավետության համար։ Կաթնամթերքի շուկայում շեղումները բազմաթիվ են։ Լաբորատոր փորձաքննություն իրականացնելու հնարավորություն իրազեկ եւ պաշտպանված սպառող կազմակերպությունը չունի, սակայն նրանց դիտարկումները մակնշման խնդիրներ են բացահայտել։ Պարզ օրինակ եմ ուզում բերել, մի կողմից գրված է անարատ կաթ, մյուս կողմից գրված է պաստերիզացված կաթ։ Այսինքն այս երկուսը տարբեր իրար հակասող մակնշմանը ներկայացվող պահանջներ են, բայց մենք ունենք շուկայում նման կաթ։ Կաթնամթերք գնելիս մասնագետները սպառողին խորհուրդ են տալիս առաջին հերթին ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին, ու թեև որոշ դեպքերում թույլատրվում է օգտագործել մինչև 10-օրյա վաղեմության արտադրանք, ցանկալի է գնել միայն 1 կամ 2 օրվա արտադրության մթերք, հիմնականում փակ սառնարաններից։ Կաթն ու կաթնամթերքը մանրէների զարգացման լավ միջավայր են, հատկապես ամռանը։ Աղտածին մանրէներից ու սննդային թունավորումներից խուսափելու համար հարկավոր է պահպանել գոնե տարական կանոնները։ Լուրջ խնդիր է նաև գյուղացիների վաճառած կաթնամթերքը։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկում է միայն շուկայում կամ խանութներում վաճառվող կաթնամթերքը։ Փողոցներում եւ բակերում գյուղացիների վաճառած կաթն ու մածունը վերահսկողությունից դուրս են, ենթադրաբար վտանգն էլ մեծ։ Կենթանին կարող է հիվանդ լինել, հա, որից ստացել են կաթը, գյուղացին ինքը կարող է կթելուց մաքուր ձեռքերով չլինի եւ երկրորդային աղտոտում պլյուս հիվանդ կենթանուց հարուցիչներ։ Այդա Պետիկյանը կոչ է անում զերծ մնալ ոչ պատշաճ պայմաններում գյուղից քաղաք հասած կաթնամթերք գնելուց։ Որտեղ կաթնամթերքը ինքը լուրջ վարակների տարածման, այսպես ասած, աղբյուր է հանդիսանում։ Մսեղեն, ձկնեղեն, կաթնամթերք, հավկիթ ու կրեմային հրուշակեղեն թվարկված սննդատեսակները մանրէների բազմացման հիանալի միջավայր են, առավել եւս տաք եղանակին։ Մասնագետները խորհուրդ են տալիս ամռանը որքան հնարավոր է խուսափել դժվարամարս եւ յուղոտ սննդամթերքից։ Այդ կերպ ոչ միայն ձեր օրգանիզմը կպաշտպանեք մանրէներից, այլև կազատվեք ավելորդ քաշից ու բարի ուղիղ իմաստով ավելի թեթև կլինեք։ Ազնիվ Կարապետյան, Նարեկ Եղիազարյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։ Խորհրդային տարիներին խնայ բանկերին պահտրված հոգապահուսների անորոշ ճակատագիրը գնալով ավելի որոշակի տեսք է ստանում։ Շատերն արդեն ստացել են իրենց ռուբլով կուտակված հազարներին ոչ համարժեք դրամական փոխհատուցումը։ Շատերն էլ սպասումների մեջ են։ Ավանդերի փոխհատուցման գործընթացի իրական վիճակի մասին է Օֆելիա Կամավոսյանի ռեպորտաժը։ Կարևորն այն է, որ ծրագիրը հասնի իր տրամաբանական ավարտին։ Իլրումն թեմային հավելեմ միայն, որ մինչ օրս 62128 ավանդատուի բաշխվել է մոտ 10 միլիարդ դրամ։ Լավատես եմ ու էներգիայով լի, 90-ամյա տիկին Ալիսան հարցազրույցից առաջ գրել է ափի մեջ, ու գուցե հենց այդ հատկանիշների շնորհիվ է, որ տատիկը հասցրել է ստանալ խնայլ դրամարկղում կուտակած 17000 ռուբլու փոխհատուցումը։ Այն որ թե ինձ համար այն ժամանակ փողը ոնց որ ջուր էր, 2 բերգնիշկա չէր, մի 20,000 բերգնիշկա էր։ Մյուս խնայողությունները հանել է ճիշտ ժամանակին, մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը, ու նրա երկհարկանի տունը, որտեղ ապրում են 2 որդիներն ու բոլոր թոռները, դրա շնորհիվ է կանգուն։ Իսկ այսօր ավանդի փոխհատուցումը խորհրդանշական օգնություն է թոռան մեծացող ընտանիքին։ 90-ամյա տիկին Ալիսը տանը վեր ու վար է անում առանց օգնության։ 3 երեխաների մայրը հարց թոռ չի շփոթում։ Ռոստովում ծնված Ալիսան գերմաներեն էր սովորել, որ աշխատանքի մեկնի Գերմանիա, բայց ոտքը կոտրելուց հետո գալիս է Հայաստան, աշխատում է դպրոցում, զուգահեռ թարգմանություններ անում։ Թարգմանություն ամբողջ Երևան, մինչև Դիբրչյանի պալատը։ Թարգմանությունից բացի տանը աշակերտ է ունեցել, խոստովանում է անվճար։ Վազգեն առաջին գերմաները խոսեց ինձ հետ եւ խնդրեց,
որ ես գրում եք 2 ամսվա մեջ պատրաստեմ ուսանողին գերմաներեն վրաց պիտի անի վերջացնի, որ նա գնար Ավստրիայում այդ ինստիտուտ ընդունում են նրանց, որոնք գերմաներեն գիտեն։ Առանց հոր երեխաներին պահելու համար մոր գործն է շարունակել, կարել է եւ միայն 90-ը լրանալուց հետո այլևս չի մոտեցել կարի մեքենային։ Փող կուտակել է արդար քրտինքով։ Չէ, ուրիշ չէ։ Մենակ կարելով այդ փողերը։ Вот այդտեղ իմ գումարները սկսել է արդեն ավելանալ։ Տիկին Ալիսան կատակում է, կուտակելը գուցե գեներով է անցել, Վանեցու աղջիկ է։ Վանեցու Արյուն հոսում է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանի երակներում, թեև կուտակած ոչինչ չունի։ Բացի այդ, ոչ Վանեցի պապն է պահած ոսկիները տեղ հասցրել, ոչ էլ ծնողներն են բանկում ավանդ թողել։ Հայրս երկար տարիներ եղել է գլխավոր հաշվապահ կոլտնտեսությունում, մայրս եղել է բուժաշխատող, մենք ունեցել ենք ընդամենը 9 ռուբլի ռուսական։ Ավանդների փոխհատուցման ծրագիրը սկսվեց 2006-ին, 62128 ավանդատուի բաշխվել է մոտ 10 միլիարդ դրամ։ Եթե այդ տարին բյուջեում նախատեսվել էր 800 միլիոն, ապա այս տարի այդ նպատակին ուղղվելու է 1 միլիարդ 400 միլիոն դրամ, որը կբավականացնի մոտ 7000 դիմողի։ Արդեն հաշվառվել է 5000 տարեց եւ շուրջ 8500 ազատամարտիկ։ Եթե նախկինում փոխհատուցվում էին նախ նպաստառուները, ապա այս փուլում առաջնահերթ կվճարեն տարեցներին։ 29 թվականի ծնված է, եթե հաջորդ տարի արդեն լինի 31 թվականի ծնվածների համար, ինքը հաշվառված չեղավ եւ եկավ հաշվառվեց, ինքը կմտնի ցուցակ։ Եթե փոխհատուցում ստանալու համար տարեցները պետք է հաշվառված լինեն անապահովության համակարգում, ապա արտոնյալ մյուս խումբը, Արցախյան ազատամարտի մասնակիցները, փոխհատուցում են առանց նախապայմանների։ Հետխորհրդային ոչ մի երկրում, ինչպես մեզ մոտ, ավանդները չեն վերադարձվում, փոխհատուցվում են։ Մի երկրում 1000 ռուբլու համար տրվում է $30, մեկ ուրիշ տեղում 50 կամ 70։ Հայաստանում առաջին 1000 ռուբլուն համարժեք է մոտ $200, երկրորդ 1000 ռուբլուն վճարվում է մոտ 30,000 դրամ։ Դրանից հետո չափը նվազում է։ Ուշագրավ է, որ ավելի շատ կուտակած մարդիկ ավելի քիչ փոխհատուցում են ստանալու։ Եթե դու ուղիղ 1000 ռուսական ես ունեցել, բազմապատկում ես 84-ով, սա առավելագույնն է, այս մի առաջին միջակայքի։ Ստացվում է 84000 դրամ։ Երկրորդ միջակայքի եթե դու գնում ես, ստացվում է 84000-ն արդեն ունեիր առաջի 1000-ի համար, պլյուս յուրաքանչյուր 1000 խորհրդային ռուբլին բազմապատկած 29.4։ Նախարարի տեղակալը վստահեցնում է, ծրագիրը շարունակական է, բոլորը կստանան իրենց փողերը։ Չի բացառվում նաև, որ հետագայում ծրագիրը բովանդակային առումով բարելավվի։ Օֆելիա Կամավոսյան, Արմաղ Արիպյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։ Հայաստանը միջուկային բժշկության կենտրոն։ Սա ամենևին էլ վառ երևակայությամբ պայմանավորված մերկապարանոց պնդում չէ, այլ հայկական նոու-հաուներին վերաբերող մեր հերթական անդրադարձը։ Արտյոմ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում երիտասարդ կադրերի մասնակցությամբ զարգացնում են ռադիոիզոտոպների ստացման տեխնոլոգիան։ Սա թանկ արտադրություն է, իզոտոպների միջոցով ոչ միայն ախտորոշում են, այլև բուժում մեր երկրում մահացածության հիմնական պատճառներից հանդիսացող քաղցկեղային ու սրտանոթային համակարգի մի շարք հիվանդություններ։ Ռադիոակտիվ իզոտոպների ստացման տեխնոլոգիան թեպետ թանկ հաճույք է, բայց եթե հաշվի առնենք արտերկրում բուժվելու համար պահանջվող աստղաբաշխական գումարներն ու հայաստանյան գները, հաջողությունը կարելի է ապահովված համարել, հատկապես եթե նշեն, որ տարածաշրջանի ոչ մի երկրում ռադիոակտիվ իզոտոպներ չեն արտադրվում, պատմում է Լուիզա Սուքյասյանը։ Վերջին տասնամյակում համաշխարհային բժշկությունը լայնորեն կիրառում է ռադիոակտիվ իզոտոպներ, հատկապես տեխնեցիումը, որի միջոցով ախտորոշում են օնկոլոգիական եւ սիրտանոթային հիվանդությունները, անգամ որոշում ուռուցքի գտնվելու ճշգրիտ վայրը, հայտնաբերում արյունատար անոթների խցանումները եւ այլն։ Տեխնեցի 99 ամենատարածվածն է, 80%-ից ավել սկաների, բոլոր հետազոտումների արվում է հենց այդ իզոտոպի միջոցով։ Տեխնեցիում իզոտոպի միջոցով աշխարհում տարեկան ավելի քան 30 միլիոն զննում է կատարվում։ Առողջապահության նախարարության տվյալներով Հայաստանում այս իզոտոպն օգտագործում է 3 բուժհաստատություն։ Իզոտոպի կարիքը տարեկան 5000 չափաբաժին է, սակայն արտերկրից է ներկրվում եւ բավականացնում է միայն 1000 հիվանդի։ Այդ պատճառով էլ տեխնեցիումի մշտապես մատակարարման կարիք կա։ Աշխարհում ռադիոակտիվ իզոտոպներ ստանում են ռեակտորների միջոցով, որոնք սակայն հաճախ են շարքից դուրս գալիս։ Տեխնեցիում ստանալու համար նպատակահարմար են արագացուցիչները։ Մենք մեր հին օղակաձև արագացչի ինժեկտորային մասի վրա կատարել ենք փորձեր եւ ստացել ենք
ճիշտ որակի տեխնեցի, ցավոք սրտի քանակն է քիչ, որովհետև հզորությունը մեր արագացուցիչ չէր հերիքում, բայց մենք ամբողջ տեխնոլոգիան մշակել ենք, ավարտել ենք։ Արագացուցիչը ճառագայթում է մոլիբդեն, որից այս հատուկ սարքավորումը, ինչպես ասում են, զտում է տեխնեցիումը, ընդ որում ստացված իզոտոպի որակը գերազանցում է միջազգային չափանիշները։ Մետաղական մասը պետք է լինի ոչ ավել քան 5%։ Եվ համապատասխանաբար իոնային մասը 95%-ից ավել։ Իրականում մենք ստանում ենք 1-2% մետաղական մասը, այսինքն շատ ավելի լավ, քան պահանջվում։ Մոլիբդենը թանկ արժե, գրամը $2000, ուստի լաբորատորիայի քիմիկոսները մշակել են այս սարքավորումը, որի միջոցով մոլիբդենը վերականգնվում է եւ նորից օգտագործվում։ Սրանք էլ իզոտոպների որակը ստուգող սարքերն են, իդեպ Հայաստանում մի քանիսն են։ Գերմաքուր Գերմանիումից պատրաստած դետեկտորը, որը շատ մեծ ճշտությամբ չափում է տեխնեցի դուրս եկած ֆոտոնների էներգիան։ Դրանից բացի կա նաև մեկ բնութագիր, որը կոչվում է ռադիոլոգիական մաքրություն, որի համար կառուցվել է սարք, որը կոչվում է գամմա սկաներ։ Այ մեր երիտասարդ ասպիրանտը հիմնականում դրանով զբաղվեց։ Ինքնուրույն մեր ուժերով կառուցեցինք եւ նա աշխատում է եւ կարողանում է ստուգել Ոչմ, այդ ստացված տեխնեցի որոշ բնութագրեր նույնպես անհրաժեշտ բնութագրերը նույնպես կարողանում ստուգել։ Ներկրվող իզոտոպները մի քանի օրվա կյանք ունեն, հետևաբար հետազոտությունից հետո շարունակում են ճառագայթահարել հիվանդին։ Մեր մասնագետների ստացած իզոտոպները 6 ժամ են ապրում եւ կողմնակի ազդեցություն չեն թողնում։ Այս սարքավորումների միջոցով տեխնեցիում ստանալը եւ հիվանդին հասցնելը 1 ժամ է տևում։ Ես հույս ունեմ, որ եթե մեր փորձը եւ կուտակած փորձը եւ սարքավորումները ճիշտ աշխատեն, մենք կարողանանք ամեն օր ընդամենը 3 ժամ ճառագայթում անելով ստանալ այդ օրվա համար ամբողջ Հայաստանի անհրաժեշտ քանակը։ Առաջիկայում տեխնեցիումի ստացման համար անհրաժեշտ մոլիբդենը կճառագայթվի նոր արագացուցչի միջոցով, որը նախատեսվում է գործարկել տարեվերջին Ալի Խանյանի անվան ազգային լաբորատորիայի տարածքում կառուցվող բուժհաստատությունում։ Տարածաշրջանում այն կլինի միջուկային բժշկության միակ ու բացառիկ կենտրոնը։ Լուիզա Սուքյասյան, Հայրփի Միքայելյան, ժամլրատվական։ Հին ու բարի Երևանի ամառային շրջանի բրենդերից հատկանշականը փողոցային կվասն ու օշարակից պատրաստվող գազավորված ջուրն էին։ Սա թերևս տարիքով պայմանավորված նոստալգիկ անդրադարձ ընկալվեր, եթե չլիներ մոխիրներից հառնողի կոնկրետ օրինակը։ Նախկին այսպես կոչված տրամվի պարկի մոտ տարիներ առաջ վերաբացված զովացնող ըմպելիքի կետը աննախադեպ հաջողության է հասել հենց բաղադրատոմսերի հեղինակ Զավեն Պապի շնորհիվ։ Ավելին, 10 տարի առաջ լքված այդ վայրն այսօր աշխուժ առևտրի համալիր է դարձել, հիմքում ունենալով նաև կարոտախտի բաղադրիչը։ Այսօր չկա հին Երևանի կոլորիտն ամբողջացնող մարդկանցից եւս մեկը, Զավեն Պապը, սակայն կա նրա գործը։ Ավելին քիչ չեն սիրված ըմպելիքը վայելելու համար քաղաքի մի ծայրից մյուսը գնալու պատրաստ երևանցիները։ Աննա Գրիգորյանի անդրադարձը։ Սա հին 70-ական թվականների լվացարանն է, կոմունիստի արտադրած, այսպես լվանում ենք, ջուրը գալիս է, ընտրել։ Սրոպը լցվում է, կակ առաջվա նման, ոնց որ միշտ եղել է առաջ կոմունիստի ժամանակ։ Լիմոնադը պատրաստ է։ Խորհրդային առօրյայի մի կտորը անկախության սերնդին է հասել Արշակի հոր Զավենի շնորհիվ։ Նախկին տրամվայի պարկի հայտնի գազավորված ջուրն ու զովացուցիչ ըմպելիքը 62 տարի անց էլ հրամցվում է երևանցիներին։ Օշարակների բաղադրատոմսերի հեղինակ Զավեն Պապը արդեն մահացել է, դրանք վստահելով միայն որդուն։ Գաղտնիքը միայն ինձ բացահայտեց, ես ունեմ 3 քույր, 1 եղբայր, ամեն մեկը ունեն թոռներ, ծոռներ, բայց ոչ մեկը չգիտի, բացի ինձանից։ Թարխունի, նարնջի, խնձորի, ելակի, բարբարիսի ու էլի շատ համերով օշարակները պատրաստվում են ամենաանհավանական բաղադրիչներից, մրգերի կեղևներ, խաղողի չանչեր եւ այդպես շարունակ։ Ապերսինի կպեճից, պեսոկի հյութերով, պեսոկի հետ սարքվող, տանձից, տանձը իհարկե ոչ թե բազարից առնելուց, այլ մինչև որդը չխփեր, նրանք չէին առնել։ Թվում է Զավենի ջուր կոչվող ըմպելիքների գաղտնիքը բացահայտված է, բայց միայն թվում է։ Չեք կարա սարքեք, մեկը գաղտնիքը, որ քաղաքն էլ իմանա, չի կարա սարքել։ Հայտնի հյութերը հիմա էլ ինչպես ինքն է ասում կոմունիստական բակալներով է հրամցվում։ Հավատարիմ հաճախորդները հենց այդպիսի սպասարկում էլ պահանջում են։ Կոմունիզմի գիրքն էլ փակածների համար մեկանգամյա օգտագործման բաժակներ ունի, թեև դրանց դեմ է, ասում է իսկական մաքրությունը, համն ու հոտը ապակե բաժակներն են ապահովում։ Ինչպես սովորեցրել են ծնողները, այդպես էլ աշխատում է։ Հայրս հիվանդանոցում էր, հայրս բերեց փոքր երեխայի։
կոմունիստի լիմոնադի շշերի արկղները դրեց ոտերից տակ, որ բոյս հասնի 77-78 թվականներն էր։ Ես գծերն արեց, որ գծերով աշխատեմ, ժողովրդին չխաբեմ, նորմալ սերոպ տան, էլի։ Մինչև հիմա պահում եմ, այդ գծերով էլ ես աշխատում եմ։ Օշարակը եփելուց մինչև մատուցման ձև պարոն Արշակը փորձում է նմանվել ծնողներին, խոստովանում է նրանց հասնելու համար դեռ շատ ճանապարհ պիտի անցնի։ Հաճախորդ կասում է, որ խնդրեմ, կարաս հորդ նման լսնես։ Աշխատում եմ, որ իշքան նկատել եմ հայրս ինչ ձևի ալացրել, հորս նման լսնեմ, խմում ասում եմ, ճիշտ է, լավն է, բայց չես կարա։ Գաղտնիքի համար շատ թանկ է վճարել, նույնիսկ երկրից դուրս ունեցած լավ աշխատանքն է թողել, հոր գործը կիսատ չթողնելու համար։ Չի փոշմանել, միայն թե հիմա աշխատած գումարից լավ բիզնեսի հոտ չի գալիս։ Հյութի վաճառքի նախկին տեղը փոխվել է, շարժը քչացել։ Եթե ասենք լիմոնադի գործարան լիներ, մեկը հովանավոր էր։ Թե գործերը լավանան, բացի գաղտնի բաղադրատոմսից ու բարեխիղճ աշխատելուց, մի ավանդույթ էլ կա, որ այսպես թե այնպես պարոն Արշակը խոստանում է պահել։ Ամեն տարի հունիսի 4-ին հոր ծննդյան օրը ամբողջ քաղաքին հյութերը անվճար է բաժանում։ Թե այդ պահին մի բարի բառով էլ հաճախորդները հիշեն այդ օշարակներն ու հյութերը ստեղծողին, արդեն հատուցում է, ասում է հյութաստեղծ Զավենի որդին, հուսալով, որ հյութերի համբավը հոր նման կկարողանա տարածել սիրելի Երևանում, ու մի բան էլ կմտածի, թե արդեն իր ժառանգներից որը արժանի կլինի ընտանեկան բիզնեսի գաղտնիքը իմանալու համար։ Աննա Գրիգորյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։ Կիրակնորա ժամի հերթական հումորի կանգառ, ավելի ճիշտ Արտակ Վարդանյանի հայաստանյան դեգերումների հերթական նշանակետը աշտարակն է։ Երջանկությունը, գաղափարախոսություն հռչակած ԽՍՀՄ-ում շատ ընդունված են երջանիկ սերունդ, եղբայրություն և հարազատություն ու անգամ հանդուրժողականություն հասկացությունները։ Ու չնայած սոցիալական արդարության միֆի վրա խարսխված պետություն անցյալում է, մնում են նույն տրամաբանությամբ անվանակոչված նրա փողոցները։ Դիմանկարի հերոսները աշտարակցիներն են, իրենց հոգսերով, յուրահատուկ փիլիսոփայությամբ ու նաև հումորով։ Դիտեք տեսանյութը։ Բարեկամություն, եղբայրությունը դες եկես էլ երջանիկ։ Հա, դիտեն հայրադարձ։ Ասում են երջանկության հարց, այդ դուք եք։ Այո։ Աշտարակի երջանկության փողոցն է, այստեղ մարդկանց մի մասը գուցե երջանիկ չէ, բայց ձգտում է երջանկության հասնել։ Աշխատանք կա, որ ասեմ երջանիկ լինենք, թե չլինենք, աշխատանք կա։ Երջանկության փողոց է, ասում են ով մտնում է այս փողոց երջանիկ է դառնում։ Հա, դե որ մտնում են երջանիկ են դառնում, թող դառնան բոլախոս չլեսում։ Երջանիկ փողոցում մարդիկ կիսում են իրենց դժգոհությունները, տեղական ինքնակառավարման մարմիններից խնդրում են լուծել ճանապարհի խնդիրը։ Շատ շուտ բանից է էլի, որ իրանք դրել են այս երջանկություն, հավասարություն, համերաշխություն, փողոցների անուններն է էլի։ Երջանկությունում, ինչպես եւ ամեն նոր դժբախտություններ են լինում, թաղի մեծերը չեն մոռանում, վերջերս կյանքից հեռացավ երջանկության փողոցի երիտասարդներից մեկը, բայց խոստովանում են, այստեղ երջանիկ դեպքերն էլ քիչ չեն, երբեմն անառիթ կարող են օրինակ խորոված ուտել։ Երջանկության փողոց է կոչվում, կասեք ինչու։ Որովհետեւ մարդիկ երջանիկ են։ Երջանկության փողոցի երջանիկ տատն է, 13 երնեք մի տեղում, 13 թոռ ունի, 13 երջանկություն։ Երջանիկ եք։ Երջանիկ ենք։ Այո, միջև հիմի երջանիկ ենք, երևի միջև վերջ երջանիկ չմնանք, արդեն ծերացել եմ, 76 տարեկան եմ, 55 տարի էլ եկել եմ Փոքրավանում հարս։ Ի վերջո, ինչու երջանկության փողոց պատասխանը այդպես էլ չկարողացանք լիարժեք ստանալ, միայն վարկածներ լսեցինք։ Արայի գյուղը ստեղ տեղափոխվել չորությունից, եկել են ստեղ ու իրանք այդ արդեն մտահղացումը դրել են էլի, բնակվել է գյուղը ստեղ։ Երջանկությունից մեկ փողոց բարձրանում ենք վերև, ուշադրություն հարազատության, հանդուրժողականության, բարեկամության, եղբայրության փողոցներն են։ Թե որքանով են հարազատ, հանդուրժող ու բարեկամ, չգիտենք, կանգ առանք եղբայրության փողոցում։ Այս փողոցը կոչվում է եղբայրության փողոց, որովհետև հաշտ են, խաղաղին, իրար հարգում են, նեղ ժամանակ իրար հասնում են։ Այդ դիմացն էլ որ կոչվում է երջանկության փողոց, նշանակում է այնտեղ բոլորն էլ երջանիկ են։ Այո, երջանիկ են, նրա համար որ ամեն մարդ իր տան, իր տեղին աշխատում ապրում է։ Տեսեք իսկական եղբայրական միջավայր։ Բոլորը դուրս են եկել դիմավորելու ժամին նկարանող խմբին։ Ում հետ է եղբայրությունը։ Մենակ, ես աղբեր չունիմ, եղբայր չունիմ, մենակ։ Եղբայրության փողոցում առանձնակի հարգանք են վայելում մայրերն ու քույրերը։ Լեռնին վերևից ներքև սաղ եղբայրներ են կասես ջան։ Այնենց որ
Քույրերը չեն խանդում, որ եղբայրների փողոց կա քույր։ Չէ, քույրերի կեսը քույրերի փողոցա, կեսը եղբայրներինն է։ Իրար հետ միացնում են, դառնում են ընդհանուր եղբայրներ։ Եղբայրության փողոցում հանդես են գալիս մի եղբայրական խնդրանքով, ինչպես երջանկության փողոցում, այստեղ եւս կա ճանապարհների խնդիր։ Ժողովուրդը դույլերով կրում են վերևից, որտեղից բերենք այդքան ջուր։ Քան են անում միջև եղբայրները։ Հա, կթշնամանան, հարևանի հետ կթշնամանա, եթե սենց երկար շարունակվի։ Հա, եղբայրություն չի մնա, կդառնա թշնամիների փողոց։ Եղբայրության, երջանկության, բարեկամության եւ հարազատության փողոցները միմյանց միանում են Արտակի անվան փողոցով։ Պատահական չէ, որ եղբայրության, երջանկության, համերաշխության եւ բարեկամության փողոցները միացնում է Արտակի փողոցը։ Արտակն ուրիշ է։ Արտակ Վարդանյան, Հայարփի Միքալյան, ժամը լրատվական։ Ասում են մարդը երբեք չի լինում այնքան դժբախտ, որքան իրեն թվում է, կամ այնքան երջանիկ, ինչքան ցանկանում է։ Ասում են նաև, որ իրական երջանկության անխախտ գրավականը ամուր առողջությունն ու վատ հիշողությունն է։ Ուրեմն ձևակերպեք երջանկության ձեր սեփական բանաձևը, եթերում Կիրակ Նորյա ժամներ, ամենայն բարիք։